Տեր, հիշիր Դավթին ու նրա բոլոր դժվարությունները, թե ինչպես երդվեց Տիրոջը, ուխտ արեց Հակոբի հզոր Աստծուն, ասելով. «Իմ տան հարկի տակ չեմ մտնելու ու իմ անկողնում չեմ պառկելու, իմ աչքերին քուն ու թարթիչներիս նիրհում չեմ տալու, մինչև Տիրոջ համար տեղ գտնեմ»։ Հակոբի հզոր Աստծո համար բնակավայր։ Ահա այդ մասին էր, որ լսեցինք Եփրաթայում, այն գտանք անտառի դաշտերում։ Մենք գտանք նրա բնակարանները ու երկրպագություն կանենք նրա պատվանդանի մոտ։ Քո հանգստավայրը ելիր, ով Տեր, դու և քո զորության տապանակը, քահանաները թող արդարություն հագնեն, և քո սրբերը ցնծությամբ աղաղակեն։ Դու Դավիթ ծառայի սիրուն, մի շրջիր քո օծյալի երեսը։ Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին ու հետ չի դառնա դրանից։ Քո որովայնի պտղից մեկին նստեցնելու եմ քո գահին։ Եթե քո որդիները պահեն իմ ուխտը ու իմ վկայությունը, որոնք սովորեցնելու եմ իրենց, ապա նրանց որդիներն էլ քո գահին կնստեն հավիտյան, քանի որ Տերը Սիոնն ընտրեց, այն իր բնակության համար ցանկացավ։ Սա է իմ հավիտենական հանգիստը, սրա մեջ եմ բնակվելու, քանի որ սա ցանկացա։ Նրա պաշարն առատությամբ օրհնելու եմ, նրա աղքատներին հացով կշտացնելու եմ, նրա քահանաներին փրկություն եմ հագցնելու, ու նրա սրբերը ցնծությամբ բարձրաձայն աղաղակելու են։ Այնտեղ Դավթին եղջյուր եմ բուսացնելու, ճրագ եմ սահմանել իմ օծյալի համար։ Նրա թշնամիներին ամոթ եմ հագցնելու, բայց նրա վրա իմ թագը ծաղկելու է։